Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիք Ամերիկան կրկին ներկայացնում եմ մեր հարցազրույցը, այսօր մենք զրուցելու ենք Լոս Անջելես քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ, բարի երեկո պարոն Նազարյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Սկսենք հրդեհներից, հա։ Մենք զարմացած ենք, որ այդ մասշտաբը կար, ինչ վնաս է եղել, ինչ չափի վնաս է եղել կան հաշվարկները։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրակ, որ ձեզ հետ խոսեմ, եւ մեր հայրենակիցների հետ խոսենք, առիթ ունենանք տարածելու մեր միտքերը եւ ապրուստը Լոս Անջելեսի մեջ։ Ահռելի վիճակ է եղել, ես ընտրվեցի նոյեմբերում, խոստումս վերցրի եւ գրասենյակից առաջի օրը դեկտեմբերի 2-րդ շաբաթն էր, դրանից 3 շաբաթ հետո կրակները սկսան։ Այս վերջի 2 ամիսը միայն զբաղվել է օգնելով, տրամադրելով, ամեն միջոց օգտագործելով, որ այն մարդիկ, որ վնասվել են, օգնենք այն մարդկանց, որ վնասվել են հրթեհներից եւ նույն ժամանակ տեսնենք ինչ իրավիճակ է ստեղծում հիմա Լոս Անջելեսի մեջ, որովհետեւ երբ որ ունում եք կորուստը համարյա 4-5 հազար բնակարանների արդեն հերիք բնակարան չկար Լոս Անջելեսի մեջ, դրա համար վերջի քանի տարիներ արժեքները բավականին թանկացել են անհատական բնակարանների մեջ ապրելու համար եւ դրա համար հիմա պետք է տեսնենք ինչ ազդեցություն է ունենում այդ եւ զգուշ ելնենք, որ խաբեբայություն կամ թիրիմասկություն կամ այլ վնասներ չլինի այս եկող ամիսներու մեջ։ Ես շատ էի կարդում այդ խաբեբայությունների մասին, որ տները երբեմն թողում են, որ այրվի եւ այլն, այդպեսի դեպքեր շատ կան, թե չէ։ Իմ միտքս դրա մասին չէր, այդ խաբեբայությունը տեղ չկար, կային հրշեջների իմացած, ճանաչված եւ experience-ով ձեռք բերած աշխատանքը։ Եթե տեսնում են, որ համարյա 300-400 հրշեջ կա եւ կրակը չի կարողանում իրենց աշխատանքը կրակը այդ շրջանում չի դադրեցնելու եւ քամին անքան զորավոր է, որ չեն իմանում որ կողմն է քամին տանում կրակը, նախ եւ առաջ միշտ փորձելու են ապահովեն կյանքը, ով որ կա բնակիչ այդ շրջանների մեջ շատ շուտ հավաքում են եւ փորձում են, որ բոլորովին ամեն ձևով, ամեն կերպով կյանք փրկեն։ Հետո իրենց են փրկում, որ հանգած իրենց վնաս չհասնի։ Եվ այդ կողմից նայում են տեսնեն ինչ ձևով են կարող կրակը դուժեցնեն կամ հանգցնեն եւ այդ քանի առաջի 2 օրը խայտարակ քամիներ կային, շատ դժվար էր, որ ինչ որ տրամադրված է կրակների դեմ կռվելու օգտագործեն հելիկոպտերներ են գործածում այդ ժամանակին, որ ջուր թափվի, չեն կարողանում անեն, որովհետև այնքան քամին զորավոր էր, ջուրը միշտ սխալ տեղ էր երթում, կամ կրակները ծախողեցնելու powder միջոցները, որ օգտագործում են, չեն կարողանում ճիշտ տեղը ուղղեն, եւ դրա համար երբ որ այդ առիթները ձեռքից կորցրել են օգտագործելու, շատ փորձում են ապահով լինեն, որ կյանք չկորցնեն այդ ընթացքին։ Իսկ պարզվեց կրակը մարդկային գործոնով էր, թե ինքնիրան էր եղել։ 100% պարզ չի դեռ, 100% պարզ չի, բայց շատ մտահոգություն է եղել, որ գուցե դժբախտաբար մարդի միջոցով լինի։ Պարոն Նազարյան, ես զարմացած կարդացի, որ հրշեջների քանակը չի հերիքում, բյուջեն չի հերիք է, կա այդպիսի բան, թե ոչ։ Աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկում եւ երկրներից մեկում։ Հեշտ է այդպիսի բաներ ասվի եւ մտածվի, բայց հիմա իրականություն մեկ հայլ հետ վերցնենք եւ իրականություն մտածենք։ Այստեղի հրշեջների network-ը այդ ձևով է աշխատում, որ որևէ քաղաք չի ունենալու այդքան հրշեջ, որ պետք ունեն։ Բայց ինչ են անում, ամեն մարդ իրարու օգնում է։
երբ որ շատ վտանգավոր ժամկետ կա կամ վտանգավոր առիթ է ստեղծում կամ գալի մեր դեմ զանազան հրթիռների շրջանները, հրշեջների շրջանները եւ գրասենյակները արդեն իմանում են կոչվում է high alert-ի վրա Որտեղ վտանգ կա որտեղ վտանգ կա եւ ամենը գալիս են մեկտեղ որ օգտակար լինի որովհետեւ քաղաքում ունենք համարյա 3300 հրշեջ Լոս Անջելեսի քաղաքում կարող ենք ավել ունենանք բայց նույն ժամանակ երբ որ արդեն տեսնում ես տարիների ընթացքին կրակների թիվը շատ է պակսել 80-ից ավելի տոկոս հեռախոսները, որ հրշեջները ստանում են, կրակի մասին չի։ Առողջապահական խնդիրի մասին է, տարիքավորը, որ ընկած է իրեն տունում եւ չի կարող օգնություն չունի, որ վեր կանա, զանազան այդպիսի խնդիրներ են։ Այնքան շինարարական միջոցները ուժեղացել են, որ արդեն քիչ տուներ են կրակ բռնում։ Հին ժամանակվա պես չի։ Այդ լավությունների պատճառով կրակների թիվը շատ է պակսել այս վերջերս։ Հիմա այս վերջի քանի տարիները նորից մեկ քիչ բարձրացել է, որովհետև դժբախտաբար Լոս Անջելեսում ունենք շատ բարձր քանակով homeless-ի խնդիրներ եւ երբ որ փորձում են իրենց տակ պահեն, կրակ են օգտագործում եւ այդ կրակի պատճառով որոշ կրակների առիթները նորից շատացել է, բայց այս վերջի մի քանի տարվա մեջ է եղել։ So ընդհանրապես կրակների թիվը բավականի քիչացել է Լոս Անջելեսում, ընդհանուր Կալիֆոռնիայում։ Դրա պատճառով չի, որ հրշեջների թիվը պակսել է, որովհետև կան առողջապահական խնդիրներ, որ պետք է օգտակար լինեն։ Բայց եթե հրշեջների թիվը շատացնես, վերջը ոստիկանության թիվը պետք է քիչացնես։ Պետք է հետո նույն բյուջեն է sanitation-ի աղբ հավաքողների թիվը պակսացնես, չէ։ Զանազան քաղաքը աշխատանքներ ունի, որ պետք է անի, եւ պետք է balance-ը պահի ամենի մեջ, եւ ժամանակի ընթացքին ամենի բյուջեները կամաց բարձրանա։ Չես կարող մեկտեղից շատ վերցնես եւ մեկտեղ շատ աճեցնես։ So այդ խնդիրների մասին է լսել, երբ որ ասում են, որ այսքան միլիոն չտրամադրվավ։ Խնդիրը այն է, որ քաղաքը ունի համարյա 40 տարբեր department-ներ, փողոցի շինարարության, sidewalk-ի շինարարության, ծառերի ապահով պահելու, sanitation, աղբ հավաքելու, sewage-ի, զանազան ջուրի էլեկտրականական, զանազան department-ներ կան, չէ։ Այս ամեն department-ները միշտ ավելի փող են ուզում, դե քան քաղաքը կարող է իրականից ունենա կամ դրամադրի։ Նույն բանն էլ հրշեջների հետ։ Իրենք խնդրել էին, որ որոշ չափի ավելի գումար ստանան, բայց ինչ որ ստացան, վերջը ասեցին հերիք չէր, ոչ թե ասեցին, հրթիռների ղեկավարներ, հրշեջների ղեկավարներ, որ ասեց, որ հերիք չէր։ Բայց այդ խոսակցությունները պետք չկար այն ժամանակ ունենալ, երկրորդ օրը ունենալ կրակների ժամանակ։ Ավելի լավ կերներ, հարմար կերներ, որ կրակները թադրեին, հետո այդ խոսակցությունները ունենանք, քննադատումները ունենանք։ Իսկ հայաշատ վայրերը շատ էին տուժել կրակը։ Այո։ Լոս Անջելեսից, ինչպես դուք գիտեք, Լոս Անջելեսից դուրս մի քանի տարբեր կրակներ կան։ Մենք հիմա Գլենդելում ենք, այստեղ ոչ մի բան չի եղել ոնց։ Այստեղ չկար, բայց Լոս Անջելեսից դուրս եւ Գլենդելից դուրս դեպի Pasadena, Altadena շրջանը կար։ Այդտեղ ունեցավ համարյա 12000 տունի կորուստ։ Եվ Altadena-ում շատ մեծ քանակով հայություն կա բնակիչ։ Եվ շատ հայերը շատ են տուժե այս կրակների միջոցով, այո։ Ես ունեմ առնվազն 3 հատ ընտանեկան անդամներ եւ շատ ավելի ընկերներ, որ ամենը տուները կորցրել են։ Ինչպես է կառավարվում Լոս Անջելեսը։ Այս կրակների ընդհանրապես քաղաքի կառավարումը Հայաստանում քաղաքային կառավարումը միշտ լուրջ խնդիր է եւ դեռևս բարեփոխումները շատ ազդեցություն չեն տալիս։ Ամենը կարևոր է, որովհետև եթե աղբը չհավաքվի, քաղաքը հոտ է ունենում։ Եթե հրշեջները ճիշտ ժամին չգան, մարդու կյանքն է
վտանգավորվում, չէ, ոստիկանությունը չգա, ուրիշ վատ բաներ են լինում։ So քաղաքական խնդիրները ամենակարևորն են, որովհետև մեր կյանքը առօրյա ազդում են։ So հասկանում եք այդրանից, երբ որ քաղաք կա Los Angeles-ի քանակով, չափսով, 4 միլիոն բնակիչ, 12 բիլիոնից ավելի բյուջե, խնդիրները ավելի բարդանում են, դժվարանում են եւ 12 ինչ բիլիոն բյուջե, այո։ Եվ այդ միայն general fund-ի մասն է շատը։ Այսինքն նշանակում է ջուրի եւ էլեկտրական հոսանքի բյուջեն ինքը իրեն համար բյուջե է։ Հա, առանձին։ Դա չհաշված։ Այդ չհաշված քաղաքի առօրյա գործի բյուջեն արդեն ինքը իրան 12 բիլիոն է։ Այո։ Եվ դրանից ունես ոստիկանությունը, հրշեջները եւ շատ ուրիշ մասնագետները կամ քաղաքի service provider agency-ները։ Տեսեք, ես ձեզ ներկայացրեցի քաղաքային խորհրդի անդամ։ Այո։ Խորհուրդն է կառավարում քաղաքը։ Խորհուրդը եւ մեյորը, քաղաքապետը, որը ընտրվում է խորհրդից։ Ոչ, քաղաքապետը ուղիղ ժողովրդից։ Այո։ Հետո ձևավորվում է խորհուրդը նշանակում է արդեն դեպարտամենտների ղեկավարներ։ So մեկ քիչ տարբեր է։ Los Angeles-ում ընտրություններ ունենք ամեն 2 տարի, բայց երբ որ ընտրվում ես council-ի կամ mayor-ի 4 տարվա համար է, բայց ամեն 2 տարի են ընտրությունները անում, որ այո, 7 հատ council ընդհանուր մարմինը Los Angeles-ի council-ի 15 անդամներից է բաղկացած։ 7 հատը 1 տարի են ընտրվում, 8 հատը 2 տարի հետո եւ այդ ձևով փոխվում է։ Ամենս նորից ասեցի, կրկնեմ, 4 տարի ենք ներկայացնում եւ իրավունք ունենք միայն 3 անգամ ներկայացնելու 4 թրմերը 12 տարից հետո վերջանում է։ Այո, չենք կարող նորից տեխնացու լինել։ Եվ այդ ընթացքին առօրյա աշխատանքի մեջ ամեն մեկս ներկայացնում ենք համարյա 260-ից 275 հազար բնակիչ։ Քարտեզը ամենից գիտենք, որ շրջանում ենք մասնակցում, տեխնացու ելնում եւ ընտրվում ենք եւ գործը սկսում ենք։ Այս բացատրեցի, որովհետեւ տարբեր տեղերում տարբեր է լինում, կուսակցության կախյալ է, եթե որոշ կուսակցության ես մասնակից։ Այստեղ դու անհատական տեխնացու ես այդ շրջանի համար միայն։ Բյուջեն, երբ որ տարվա սկիզբին սկսում ենք խոսել մասինը, քաղաքապետը ասում է այս է բյուջեն, ես այս եմ բյուջեն ուզում լինի, այստեղ եմ շատացրել դրամի օգուտը այս department-ներին եւ այստեղ քիչացրել են։ Այդ ձևով այդ դրանից հետո խոսակցությունը սկսում է։ Եվ մենք council-ի մեջ, խորհրդի մարմինների մեջ, ֆինանսական կոմիտեի մեջ ժողովներ ենք սկսում ունենալ եւ հարցուփորձ անել տարբեր department-ներին այսքան կրճատումը քեզի ինչ վնաս է բերելու կամ այսքան ավելացումը քեզի օգնում է այդ աշխատանքը անես, որ պետք ունես անելու կամ ոչ։ So այդ ընթացքներին ավելի մանրամասնությունը ուսումնասիրում ենք, տեսնենք ինչ փոփոխություններ ենք անելու քաղաքապետի proposal-ին եւ հետո բյուջեն վերջացնում ենք եւ անցկացնում ենք եւ նոր տարին նոր բյուջեով ենք սկսում։ Այս մյուս 1.5 ամիսը աշխատելու ենք այդ process-ի վրա, որ բյուջեն վերջնականության հասացնենք։ Իսկ որոշումներ կայացնելու առումով հանրապետական դեմոկրատ է դասական պայքարը կա։ Ես ինչքան գիտեմ դուք դեմոկրատ եք։ Այո, եմ եւ կա, բայց դժվար է բացատրելը։ Կա, բայց մենք ինչպես դեմոկրատ կամ ռիփաբլիկան տեխնացությունը մեր առաջ չենք դնում, որովհետեւ այս պաշտոնները քաղաքի մակարդակի պաշտոնները non-partisan են կոչվում, այսինքն ոչ political, ոչ քաղաքական։ Այո, ես կարող եմ ասեմ դեմոկրատ եմ եւ դեմոկրատները ինձի աջակցել են
Բայց երբ որ անունս տեսնում եք ցանգի վրա, անունից կողքը դեմոկրատ չկա, կուսակցությանս անունը չկա։ So քվեարկողները, եթե չեն լսել, որ ես դեմոկրատ եմ կանչե, չգիտեն, թուղթին միայն նայելով։ So այդ է տարբերությունը։ Բա ո՞նց է անդիմություն, իշխանություն չկա ներսում։ Չէ, partisan չենք։ Անհատական ենք, հիմա մենք ամենս Republican կամ Democrat ենք, մեր մտածելակերպը ունենք, բայց political գիծերով չի։ Այսինքն այն որ երկրում իշխանությունը հանրապետականների նա կոնգրեսը նախագահը դեմոկրատներին չի խանգարում աշխատել քաղաքային մակարդակում։ Չէ։ Հիմա եթե նայեք, կտեսնեք, որ 15 հատիցս 14 հատս դեմոկրատ ենք։ Դեմոկրատ եք։ Այո։ Միայն մեկ հատ Republican կա։ Մի հոգի։ So ձեզի ցույց է տալի քաղաքը ինքը ինչքան դեպի դեմոկրատա ընդհանրապես, որ դեմոկրատներին է ընտրում։ Եվ այստեղ կուսակցությունները դեր ունեն, որտեղ իրենք կարող են իրենք դրամ ծախսեն եւ հայտարարել, որ մենք այս տեխնացուին ենք սիրում, որտեղ այս մեր դեմոկրատն է, կամ այս մեր Republican-ն է։ Կարող են այդ ձևերով աշխատեն եւ անեն, բայց քաղաքը ինքը non-partisan ընտրություններ է կազմակերպում։ Ոչ քաղաքական։ Այսինքն ընտրաշավը գնում է ինչպես լույսերը կսարքենք, փողոցները կսարքենք։ Այո։ Քաղաքի տնտեսության մասին։ Այո։ Եվ ես միշտ մարդկանց ասում եմ, տարբերություն չուն, փողոցը դեմոկրատ կամ ռիփաբլիկան չի։ Փողոցը պետք է վերանորոգվի, որ մեքենաները չփչանան, երբ որ վրանք։ Հանրապետականներն ու դեմոկրատները ասֆալտի մեջ տարբերություն կա։ Ասֆալտը։ Այսինքն օրինակ ես ինչի Երևանում դուք չեք պատկերացնի, հավաքանու ընտրությունները ավելի շատ խոսում են հիմա քաղաքական խնդիրներից։ Այո։ Միջազգային տարածաշրջանային, այդպես մենք գնում ենք հավաքանու համայնքային ընտրությունների։ Այո։ Իսկ հայ լինելը ինչքան կարևոր է որ դուք այդ 15-ից քանիցն է հայ։ Մեկը։ Ես միայն երկրորդն եմ պարոն Փալ Գրիգորյանից հետո երկրորդ հայն եմ, որ ընտրվել է Լոս Անջելեսի համարյա 280 տարվա ընթացքին։ Երկրորդ հայը։ Այո։ Իսկ Գլենդելը ինքը իրեն քաղաքն է, ինչպես գիտեք։ Եվ հիմա Գլենդելը բացատրեմ, որ ձեր դիտողները գիտնան։ Լոս Անջելեսը ունի 4 միլիոն բնակիչ, ինչպես ասեցի, եւ ամեն հատորը 15 հատ հատորի է բաժանված։ Ամեն հատորը ունի մեկ ներկայացուցիչ, եւ այդ ներկայացուցիչը ներկայացնում է համարյա 260-ից 275 հազար բնակիչ։ Ամեն բնակիչները ընտրող չեն, չէ՞։ Դա բարձ է, տարիքը եւ այլն։ Գլենդելը ինքը ունի համարյա 210,000 բնակիչ, ընդհանուր քաղաքը։ So այսինքն Գլենդելը ինքը մինակը Լոս Անջելեսի մեկ հատորներից ավելի փոքրոտ է։ Գլենդելը ինքը ունի 5 հատ council member, որ part-time են։ Այսինքն կես ժամի են աշխատում, լրիվ գործը council member լինելը չի։ Այդ 5-ից մեկ հատը որոշվում է ինչպես քաղաքապետը եւ ամեն տարի փոխվում է։ Եվ իրենք այդ 5-ն են որոշում ով է մեյորը լինելու եւ այդ մեկ տարին աշխատանք անելու ինչպես քաղաքապետ եւ հետո միշտ տարի փոխում են նոր մեկն են բերում իրանց մեջից, իրանց 5-ից։ Գլենդելի այդ ամփոփ ձևով բացատրեցի, որ տարբերությունը տեսնենք Գլենդելի եւ Լոս Անջելեսի շատ տարբեր տեղեր են։ Այսինքն լրիվ ուրիշ մոդել է, տարբեր ձև։ Բոլորովին։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ քաղաքները նույն ձև չեն կառավարվում։ Ստեղ մի ձև է, ընդեղ մի ձև է, ստեղ մի ձև է։ Ամենը ընկնում են համարյա 2-ից 3 տարբեր ձևի մեջ, բայց դրանից ավելի չի տարբերվում։ Որտեղ կանոններ էլ կան Կալիֆոռնիայի նահանգի անվան տակ, որ այդ կանոնների տակ պետք է քաղաքները բաղկացած լինեն։ Որոշ շրջաններ կան, որ քաղաք չունեն եւ ընկնում են county կազմակերպության տակ։ Որտեղ Կալիֆոռնիան բաժանված է 58 հատ county-ների միջև։ Ամեն շրջանը Կալիֆոռնիայի մեջ մեկ county-ի մեջ է ընկնում։ Ամեն շրջանը Կալիֆոռնիայի մեջ մեկ county-ի մեջ է ընկնում։ Եվ county-ների մեջ քաղաքները կան։
շրջանները հավաքվում են եւ ասում են մենք ուզում ենք քաղաք դառնալ։ Քաղաք են դառնում, բայց չի նշանակում, որ county-ի ամեն մասերը քաղաքի ներկայացուցիչ են ունենալու։ Այդ մասերը որ չունեն, county-ն է կառավարում իրենց փողոցները, իրենց աղբը, իրենց ոստիկանությունը եւ ամեն ինչը ուրիշ։ Բայց եթե քաղաքը կազմակերպվել է county-ի մեջ, վերջը county-ն այդ գործերը չի անում, միայն քաղաքն է անում։ Հետաքրքիր է։ Ձեզանից առաջ ես երկու հյուր եմ ունեցել, երկուսն էլ հանրապետական էին, եւ երբ որ ասում եմ ոնց է որ հանրապետականները հաղթում են երկրում, նրանք ասում են, որ դեմոկրատները երկիրը բերել են շատ վատ վիճակի։ A. տնտեսությունը եւ B. արժեքները, որ դուք ամենաթողություն եք անում, սերերը վերացնում եք եւ այլն, համաձայն եք այդ գնահատականի հետ։ Բոլորովին չէ, միայն քաղաքական խոսել է։ Այդպես չի։ Ոչ դեմոկրատների մեղքը չի միայն։ Մարդկության մեղքն է, կարող եք ասեք, մարդիկ սխալ որոշումներ են արել, կապ ունի կամ դեմոկրատ կամ ռիփաբլիկան, բայց միայն դեմոկրատների պատճառով չի, որ այս խնդիրը եղել է։ Դժբախտաբար հիմա տեսնում ենք, որ ավելի եւ այլ մեծ խնդիրներ են ունենալու ապագային։ Հիմա Los Angeles, Ամերիկայի մեջ ունենք Թրամփը, որ թերիֆներ է պարտադրում մեր հարևան երկրների վրա։ Մեքսիկա, Կանադա անելու վիճակը շատ բարդացնելու է։ Ինչպես։ Թանկացնելու է ապրանքների գիները եւ գնումները։ Բայց ինքը ասում է մենք 90%-ը մենք ենք տալիս, իրանցից շատ քիչ է գալիս։ Ոչ սխալ է։ Նույն Կանադային կներեք, բայց դուք ստեղ եկել եք, տեսնում եք, քանի հատ ապրանքներ կա, որ տեսնում եք ասում է made in China։ Շատ։ So, այո, շատ։ Եթե թերիֆները բարձրացնելու ենք չինական ապրանքների վրա, ով է վճարելու դրա համար։ Քաղաքացիները։ Քաղաքացիները։ Ով բարձրացավ գիները քաղաքացիների վրա։ Տրամփը։ Բա ինչա Դուք եք ժողովուրդը պատասխանում ձեր հարցումը։ Բա ինչի ժողովուրդը ընտրեց Տրամփին եւ չընտրեց դեմոկրատներին։ Որտեղ պատահած անգամ մենք ավելի կարևորություն ենք տալի որոշ փոքր նյութերին, քան թե մեր առօրյա կարևոր խնդիրների մասին։ Այսինքն, նայեք, Ամերիկայի մեջ մենք ապրում ենք շատ հարուստ եւ լավ կյանք։ Մենք այնքան հեռու ենք ելել մնացած լրիվ աշխարհից, որ ուրիշ աշխարհի դժվարությունները չենք իմանում, չենք տեսնում, չենք էլ ուզում իմանանք շատ անգամ։ Մենք գրիվ այս երկրում շատ լավ չենք իմանում եւ ճանաչում, որովհետեւ այս հողի վրա գրիվ շատ չենք ունեցել մենք։ Եթե նայեք մեր 270-80 տարվա Մենակ ներսի կռիվ ա եղել։ Ամենամեծ կռիվները ներսի կռիվներն եղել, այո։ Այո, Civil War-ը համարյա 1 միլիոն զոհ տվավ 1868 մինչև 65 թվականին։ Այդ ավելի զոհ պատճառով, քան թե համաշխարհային առաջի պատերազմը ամերիկացիների համար, կամ էլ երկրորդը։ Եվ երբ որ նայում ես տեսնում ես մենք ինչպես երկիր դարձանք, ինչպես Ամերիկա, ինչպես մաս նահանգները շատացրանք, աճեցրանք, ինչպես ունեցել ենք այստեղ slavery, դժբախտաբար, եւ ինչ օգուտներ է տվել այդ slavery-ին, մենք ունեցել ենք այստեղ մարդիկ, որ մարդու հաշիվ չեն դրվել։ Եվ պետք է ամեն օր աշխատեն ձրի, որտեվ ուրիշը իրենց տերն էր։ Երբ որ այդպես աշխատանք ես ունենում, ձրի եւ ազատ աշխատանք ես ունենում, հարուստանում ես։ Բայց մեկ մասն է հարուստանում, փոքր մասը, շատ մասը աշխատում է։ Չէ՞։ So մենք 200 տարի համարյա այդպես երկիր ենք։ Դրանից հետո աճել ենք, նույն ժամանակին աճել ենք ինչ ձևով։ Այնքան ենք շատ արագ քանակի ուժեղացել ենք եւ որևէ ուրիշ երկրների նեյվիները ուժեղ չեն եղել, որ գան եւ մեզի դեմ կռվեն։ Այդ նույն ընթացքին, որ մենք աճում ենք, Ֆրանսիան եւ Գերմանիան իրարու հետ առնվազն 7 հատ պատերազմից խայտարակ պատերազմներ են ունեցել, որ 100-150 տարի տևել է, չէ՞։ Այդ պատերազմները ինչ են անում, այդ երկու երկրներին թույլաtsնում է, բայց մենք ստեղ միայն աճել ենք։ Ունեցել ենք ձրի աշխատավորներ եւ ունեցել ենք հրաշալի ժամկետ, որ միայն աճել ենք եւ ոչ մեկը մեզի չի կարողացել
թույլատնի։ Եվ այդ կետի ենք ասել, որ պատած անգամ մտածում ենք, որ միշտ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ այդ է, որ սխալներ ենք սկսել անել, որովհետև վերջի 40-50 տարիները շատ սխալներ են արել, կամ Democrat, կամ Republican։ Բայց այսինքն այս խնդիրները ավելի ամերիկական ընդհանուր այդ խնդիրները ամերիկական ընդհանուր Los Angeles քաղաքից արդեն անց է խոսակցությունը։ Ճիշտ է, բայց գալիս հասնում են աշխարհի ամեն քաղաքացուն այդ խնդիրները զգում են։ Այո։ Դուք Տրամպին չեք հավանում։ Ոչ։ Որտեվ հանրապետականա, թե որտեվ հանրապետականա, թե որտեվ Տրամպն է, որտեվ իմ հյուրը մի հանրապետականն էր, որը նույնպես Տրամպին չէր հավանում։ Չասեմ, որ չեմ հավանում, ես իրան չեմ նայում ինչպես պատրաստված քաղաքական անհատ, բիզնեսմեն, քաղաքական, political, որտև այս աշխատանքի մեջ որ լինում ես, սովորում ես, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի, որ ժամանակ ես անցկացնում, քեզի ավելի պատրաստում է, ավելի հասկանում ես մարդկանց խնդիրները, դժվարությունները, ինչպես որոշ խնդիրներին եւ հարցումներին մոտենաս, ինչպես հասկանաս ինչ խնդիրներ են երկար տևելու լուծելը, ինչ է կարճ տևում լուծելը, որն ես կարող առաջանես, որն ես կարող խոսես ժողովրդի հետ եւ հասկացնել տալ, որ այս խնդիրները ավելի երկար կտևի։ Թրամփը գալիս է միայն ասում է արագ կլուծեմ, ամեն ինչ կլուծվի։ Այդ մեծ սուտ է, որտեղ ամեն ինչ մեծ շուտ հեշտ եւ շուտ չի լուծվում։ Երբ որ tax cut ես տալի մեկ տեղից, ինչ է լինում, այսինքն բյուջետ պետք է կարճացնես, որտեղ քիչացնես, որտեղ եթե tax էլ չես անվերցնելու ավելի, գումարները չի գալու, արիթը չես ունենալու, որ որոշ սերվիսներ, որ տալիս ես, ժողովրդիդ էլ տաս։ Հա, բայց տեսեք, ինքը կրճատում է բյուջեն, ինքը կրճատում է ծախսերը, հանում է կոռուպցիոն դեպքերը, այդ ամեն ինչը փողը խնայում է։ Պետական ապարատն է կրճատում, չի խնայում։ Գուցե դուք եք կարծում խնայում է, ինքը շատ չի խնայում։ Եթե ինքը խնայեր, չէր պարտադրի, որ իրեն security detail-ը, այսինքն առաջի իր 4 տարվանից էր, իր security detail-ը իր հոթելների մեջ պարտավորված լիներ մնալու եւ վճարում ստանար։ ಸೊ ինքը իրեն հոթելներն է հարստացնում եւ պարտադրում է, որ այդ աշխատողները, որ պետք է իրեն կյանքը ապահովեն, իր հոթելներում մնան։ Ես կարծում եմ, դա ամենամեծ ձևի կոռուպցիան է, որ կարող է լինի, բայց շատ մարդիկ չեն խոսում դրա մասին։ Ինչի՞։ Չեք լսել։ Որտեվ քաղաքական նրբանկատ խնդիրների մեջ է մտնում եւ որոշ մարդիկ չեն ուզում դրա մասին խոսեն։ Բայց իմանում հանրապետականները չեն խոսում դրա մասին, բայց իմանում են, որ սխալ բան է։ Իսկ Ուկրաինայի հարցում ո՞նց եք վերաբերում Տրամպի քաղաքականությանը։ Տեսակ երևի Զելենսկի Տրամփ։ Ես պետք է ձեզ հարցնեմ, դուք ինտերվյուի գործի մեջ եք, դուք սիրացիք տեսնել այդ ելույթը։ Չէ, դժվար է սիրելը։ Բայց ասում են ինքը իրատես է։ Այ քեզ փողը տվել ենք, գնացել ես, չես կարողացել, բեր փողերը հետ դուր։ Որ կրվի ընթացքին մի հատ ղեկավար այդպիսի բան ասե ուրիշ ղեկավարին, գուցե փակած դուրերի հետևը այդպիսի խոսակցություններ ունենում, բայց երբ են այս ծևի խոսակցությունները Ես ես անկեղծ ասեմ, ես տենց դեպք չեմ հիշում, որ երկու նախագահ խոսան եւ փոխնախագահը գա խառնվի խոսակցությանը։ Այդպես բան չեմ հիշում աշխարհում։ Ամեն շատ բաներ նորմալից դուրս են հիմա մեկիչ։ Այդեն ամենաբարի ձևն է, որ կարող եմ բացատրեմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես շնորհակալ եմ անչափ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցեցինք եւ Լոս Անջելեսի քաղաքի խնդիրներից, որովհետեւ հետաքրքիր է հասկանալ աշխարհի ամենահայաշատ քաղաքում ինչպես է կառավարումը եւ նաեւ Տրամպից կհանդիպենք ցտեսություն։